Երկու տարի առաջ կոնկրետ հունվարին, երբ որ Նիկոլ Փաշինյանը շրջայից էր կատարում դպրոցներում, դուք այդ ժամանակ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալն էիք։ Հիմա առաջին տեղակալն եք։ Այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կախիչները պոկեց պատից, ցնցուղը պոկեց եւ տվեց քաղաքաշինության նախկին կոմիտեի նախկին նախագահին։ Այդ հարցին, գործընթացին, ինչ որ ընթացք տրվել է կոմիտեում։ Ինչ է արվել կոմիտեում, որպեսզի առարկայական լրագրողների համար էլ մեր նախագծանախաշվային փաստաթղթերը եւ այն մասերում, որտեղ ունեցել ենք որոշակի թերացումներ, քանի որ դրանք նախագծով են նախատեսված լինում եւ դա չենք կարող մեղադրել շինական ընկերություններին, հիմա ուղղակի ավելի բարձր պահանջներ ենք դրել մեր նախագծանախաշվային փաստաթղթերի մշակող կազմակերպությունների, ովքեր հաղթում են եւ մեր մոտ իրականացնում են այդ process-ը եւ ավելի բարձր ստանդարտներով եւ ձեր ասած ծորակներ եւ մնացած ամեն ինչը փորձում ենք բարբերաբար լավացնել։ Պիտի ուղղակի եւի հաշվի առնենք նաեւ, որ դպրոցական շենքեր իրանք սպეციფիկ են եւ եթե օրինակ բնակարաններում այդ ծորակից օրվա մեջ 5 անգամ են օգտվում, դպրոցներում կարող 50 անգամ օգտվեն եւ այդ ամեն ինչը հաշվի առնելով, քաղաքաշինության կոմիտեն ձեռնամուխ է եղել եւ փոխել է իր պահանջները եւ ավելի խիստ պահանջներ ա ներկայացրել մեր նախագիծ իրականացնողներին։ Նայեք, երբ որ այդ իրադարձությունը եղավ եւ ցնցուղը պոկվեց, համապատասխան հրահանգը տրվեց, նախ կոմիտեի նախագահին ազատեցին աշխատանքից, հետո պարզ դարձավ, որ այդ ցնցուղը 75000 դրամ արժեր, այնինչ այդ նույն ցնցուղը օրինակ հասարակ շինային խանութներում արժեր 5000 դրամ առնվազն 5000 դրամ։ Այդ դեպքում հիմա որ ասում եք փոխել ենք, ավելի ենք բարելավել եւ այլն, ավելի թանկացել են ցնցուղները։ Հարցը նայեք ինչու՞մն է, եթե դուք գնումների մասին օրենքին ծանոթ եք եւ այդ, ծանոթ եք, այդ դեպքում պիտի իմանաք, որ այդ 75000 դրամը երբ որ գրվում է, դա դեռ չի նշանակում, որ դա 75000 դրամ է, քանի որ մի տողով գրվում է դա 75000 դրամ, մյուս տողով հենց նույն, եթե այդ շենքն եք ասում, այդ նույն շենքում արտաքին երեսապատումը գրված էր քառակուսի մետր, օրինակ 20 քանի հազար դրամ, իրականում եթե դրա քառակուսի մետրը 30 քանի հազար դրամ է։ Այստեղ խնդիրը ինչու՞մն է, երբ որ մենք հրապարակում ենք գինը նախագծանախաշվային փաստաթղթերի, այնտեղ կարևոր ցուցանիշն է, որ ամենացածր գին ներկայացնողին ենք մենք նախապատվությունը տալիս, այսինքն այդ դեպքում մենք չենք կարող վերահսկել եւ իրոք չենք կարող վերահսկել, կարող եք ֆիննախիցել բարձաբանում անել, որ դա այդպես է, ցավոք, բայց մենք դրանից հետո փորձել ենք ավելի բաներ գրել, մակնիշներ գրել, փորձում ենք հնարավորինս մակնիշներ գրել, խնդիրը տեխնիկական բնութագիրը ավելի բացում եք։ Տեխնիկական բնութագիրը ավելի փորձում ենք բացել, որպեսզի նմանատիպ թյուրիմացություններ չլինեն ուղղակի։ Իսկ հիմա դպրոցներում օրինակ ցնցուղը ինչ արժի։ Նոր կառուցում դպրոցներ։ Կներեք, տենց չգիտեմ։ Իսկ բացի Արմեն Ղուլարյանից էլ ովքեր դուրս եկան, որոնց մասին գուցե մենք չենք իմացել։ Չեմ կարող ասել։ Շատ մարդիկ են լքել աշխատանքը այդ ամենից։ Չեմ կարող ասել։